Ժողովուրդ ջան, գտնվում ենք Դեղցի այգում, որտեղ իհարկե մոտեցանք իմանալու համար ցրտահարվել է թե ոչ, եւ փառքացու ուրախացնեմ բոլորիդ, մեր հայկական դեղցը լինելու է, ոչ մի ցրտահարություն, ճիշտ է, տերերը կրակը վառել էին, ծխահարել էին, բայց իհարկե կարողացել եմ պաշտպանել, ասեմ, որ դեղցը սառը միրգ է կոչվում, երբ այն օգտագործում ես թաք եղանակին, օրգանիզմը հովանում է, այսինքն հովացնող միրգ է, այն եւ պտղամիսը, եւ ծաղիկները չափից ավելի լավ են անդրադառնում մեր օրգանիզմի վրա, մանավանդ եթե ծաղիկները մենք հավաքում ենք, չորացնում եւ պահում պահոցում, այն կարևոր է օգտագործել նրանց, ով ունի շաքարային դիաբետ։ Իսկ այն մարդը, որը չունի շաքարային դիաբետ, նույնպես թող օգտագործի թեյի տեսքով, նրա մոտ շաքար չի առաջանա, այն խթանում է, որ օրգանիզմում առաջանա ինսուլին եւ գլյուկոզան չբարձրանա եւ գլյուկոզան չմնա արյան մեջ, այլ գնա դեպի բջիջներ։ Իհարկե շատ լավ է անդրադառնում, երբ մենք դեռ նոր 4-5 թուփ երբ սկսում է արդեն աճել, մենք քաղում ենք այս թուփը, որովհետև եթե այս թուփերը քաղենք եւ այն աղալուց հետո քսենք մաշկին, ապա մաշկը դառնում է անթերի, մաշկը դառնում է առողջ։ Իսկ եթե կա թերություններ, ապա այդ թերությունները վերացում է, անգամ եթե կա էկզեմա, էկզեման վերացում է։ Ժողովուրդ ջան, ես այստեղ եմ, ձեր համար եմ խոսում, անպայման օգտագործեք, որովհետև ես այդքան առողջ եմ, որովհետև միշտ պտտում եմ, քաղում եմ ծաղիկները, քաղում եմ տերևները, գիտեք իմ տանը ինչքան կա։ Եվ ամեն ինչից պետք է օգտագործել, որպեսզի լինել առողջ։ Դեղցի կորիզները պարունակում է իհարկե, բոլորս գիտենք, չափից ավելի թանկարժեք B17-ը, որը անգամ ուռուցքային հիվանդությունները վերացնում է։ Դրա համար պետք է դեղցը ուտելուց հետո կորիզը կոտրել, այդ դառնությունն անգամ առողջարար է, կոտրելուց հետո ուտել անպայման եւ ուտել այնպես, որ ոչ թե սննդից հետո կամ դեղցը ուտելուց հետո, ոչ, պահել, հետո առանցին առավոտյան ուտել եւ ոչինչ չեք օգտագործել։ Այնպես որ երբ դեղցը ուտում եք, անպայման չպետք է ուտեք սնունդ օգտագործելուց հետո մանավանդ մսային, որովհետեւ երբ սնունդը օգտագործում եք, իսկ միրգը շուտ է մարսվում ավելի, այն մնում է սննդի վերևի մասում ստամոքսում եւ թթվում է, իսկ լյարդը դրանից խաթարվում է, այսինքն լյարդի համար խիստ ոչ նորմալ միջավայր, այսինքն առաջանում է այնտեղ թթվային, սպիրտային միջավայր, իսկ սպիրտային միջավայրը լյարդին չի թողնում նորմալ գործողություն կատարվի, այնպես որ սիրելիներս, հրաշք այգի, դա ունենք մենք, մեր Հայաստանը, մեր հայ ժողովուրդը, մենք Աստծու կողմից օրհնված ազգ ենք, միթե այսպիսի մրգեր, միթե այսպիսի ծառեր, միթե այսպիսի հող եւ արև ունի որևիցե երկիր, իհարկե չէ, մենք ունենք, ես սիրում եմ իմ Հայաստանը, ժողովուրդ ջան, սիրում եմ ձեզ, միշտ օգտագործեք այն, ինչ որ ասում եմ մեկ ընդմերթ եւ եղեք առողջ։